Նորից միացանք, մի հատ հասկանանք ուղղակի, եթերի էթում է, չէ էթում։ Հա, եկա եկա։ Եթերը վերականգնվեց, խնդրում եմ տարածել, տեսնում եք էլի ինչ հետաքրքիր աշխատում եմ։ Ես շարունակեմ եթերս, ուրեմն այո, ես պնդում եմ եւ դա ասեցի այդ հավաքի ժամանակ, որ մենք իրավունք չունենք այցելելու եռաբլուր այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ունենք այսքան զոհեր, ոնց կարող է 2-3 օրվա ընթացքում մենք մոտ 300 զոհ ունենանք ու սրանք մնան անպատիժ։ Ոնց կարող է այս իրավիճակ ստեղծել, որ դրանց ստորաբաժանումից մի փակման մեջ եւ մենք ապավինենք նրան, որ նրանք պետք է սոված մնան մեր երկրի տարածքից։ Սա աբսուրդների աբսուրդն է։ Մենք որպես դաշտի հրամանատարներ համաձայն չենք նման որոշումների հետ։ Եթե նրանք այսօր մեր գերեվարված զինվորականներին հրապարակայնորեն մեր հայկական հողի վրա, մեր հայկական դիրքի վրա ոչնչացնում են անմարդկային կերպով, մենք պետք է ապավինենք նրան, որ նրանք սոված մնան գնան մեր երկրից, ու դուք համարում եք սա նորմալ երևույթ, մենք համաձայն չենք նման երևույթների հետ։ Իմ հերթական կոչը մեր բոլոր են տղեկին, ովքեր միանում են այս գաղափարախոսությանը ու համաձայնեն այս ամեն ինչի հետ։ Մեր հասցեն է Մոսկովյան 5, մեր շտաբի հասցեն։ Սրան զուգահեռ ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների մի շարք սպաների, որոնց անունը չեմ հրապարակի, մի պարզ պատճառով, որոնք դրած ամեն ինչը մի կողմ այսօր ամբիցիաները, բացառիկ նպատակները, որ անձնական է եւ վերաբերելի չի պետականությանը, այսօր ամեն գնով փորձում են պաշտպանել Հայաստանի Հանրապետությանը եւ ըստ այդմ էլ մենք այսօր ունենք հնարավորություն պաշտպանելու հայրենիքը։ Մի քանի օրից X ժամանակում X տեղանքի հետ կապված մեր ստորաբաժանումները անցնում են մարտական խիստ հերթապահության եւ այն թրքաբարոնները, ովքեր այսքան բան էին անում, որ մեզ տենց բներից հանեն իբրև թե հասկանային խենք լրում, թե ուշադիր լսեն։ Ոչ մենակ այս վերջի կադրերի հետ կապված, այլ նաեւ մի հատ ամբողջական պլանավորման հետ կապված տեղի ունենալու լուրջ բաժիշ գործողություններ։ Ես գիտեմ թշնամիները լսում են եւ թրքաբարոնները թոփոխանցեն։ Այո, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, կամավորական շարժումները, որքան էլ որ գտնվեն ում հրամանատարության ներքո էլ որ գտնվեն, իրականում սկսում են բաժիշ գործողությունները։ X ժամանակում X տեղից սկսվում է։ Կոչս լսեք հարազատներ ջան, կայծա պետք է սազգին, կայծը սպասեք, կայծը սկսվում է։ Եթե նրանք այնքան են արդեն լկտիացել, որ կարողանում են այսօր ոչ մենակ այս 13-ի դեպքերը առանձնահատուկ է, էլի, սա առանձնահատուկ է, այսօր քարատեն, այսօր մասնատեն մեր հայուհիներին, այսօր այս մեր հայ ռազմագերիներ էլ չեն հասցրել դառնալ, ուղղակի ընդամենը այդ պահին, այդ տղեկը գտնվում են ընդամենը սրանց տրամադրության տակ, այդ ձևի ոչնչացնեն, եթե այս ազգը այս ամեն ինչի հետ համաձայն է,
Մենք այս ազգի հետ կապ չունեմ, կունեմ մենք ենք մենակ այս ազգը եւ մենք կբարձրանանք սարերը նոյի պես թազա ազգով կիշնենք։ Եթե դուք տենց եք, այս ամեն ինչը նորմալ նայում, ընդամենը տենց տարածում եք նայեք թուրքը ինչ ուժեղը ու լավն է, ուրեմն կպեք թուրքերին։ Դուք մեր հետ գործ չունեք։ Վրեժ, նորից վրեժ։ Մի քանի օրից սկսվում է նոր վրեժ խնդրական գործողությունների շրջան, որի մասին թշնամական պետության ագենտուրը, որ ուզում եք լսեք, հիմա լսեք։ Էլ չեք կարա չզինեք, էլ չեք կարա խնդիրներ չկատարեք, բոլորը տեսել են արդեն այդ տղեկին ինչ են արեն դե։ Այ հիմա Պին բռնվեք բոլոր են հրամանատարներ, ովքեր կատարում եք կապիտուլյանտի հատուկ հրամանը չկրակելու, չոչնչացնելու, իմ կոչը բոլոր են տղեկին, ովքեր իրանց հայ են համարում։ Իմ կոչը բոլոր ուղղություններով բաժիշ գործողություններ։ Մի քանի օրից մեզ ստորաբաժանումները բացանում են մարտական հերթապահության։ Թող Աստված մի արասը չթողեն։ Այ կտեսնեք մնացածը։ Այո, բոլոր են տղեկ, ովքեր այս պահին գտնվում են մարտական հենակետերում, մարտական հերթապահության, այս կադրերից հետո ամեն մեկը պարտավոր եք վրեժխնդրական գործողություններ սկսելու։ Մենք քաղաքականության հետ գործ չունենք։ Մի մարտական հենակետում այսքան տղու պրոստը տենց տակ ու պետությունը դրվում է։ Նախկիններից են խոսում, մի փոքր շակերտ կբացեմ, մի փոքր տավել չէ։ Այդ նախկիններ կոչվածների, որոնք գիտեք, ես էլ եմ ընդունում, և նա ժամանակ իշքան եմ տարապել, ամեն մեկ զոհի համար 10-ից 15 զոհ պահանջվում էր ոչ մենակ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին առնչվող մարտական շփման ամբողջ գծով, այլ նաև Արցախի Հանրապետության տարածքով, մեկին 15, վիրավորման դեպքում մեկին 10։ Այո, ես պատական չէի ասում Յուրի Խաչատրևին և Վիրատղուն նշանակել գլխավոր շտաբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարություն։ Ես դա տեսել եմ։ Ես այդ կայֆը վայելել եմ։ Ոնց ենք պատժում։ Այո, այդ կայֆը պետք է վայելենք։ Ես ինչ է կատարվում։ Մեր հողի մեջ քիչ մտել են այս վիժվածները մի հատ էլ մեր գանձերին, մեր հերոսներին այս ձև ոչնչացնեն։ Եվ իմ կոչը բոլոր են տղեկին, ովքեր այս պահին մարտական հենակետերում են, ովքեր տեսել են այս կադրերը, ոչ մեկ գերի չհանձնվի տղեկ։ Տեսեք ինչ են անում։ Գերի չկա։ Մենակ կա գերեվարում, մենակ կա մարտական խնդրի ամբողջական լիարժեք կատարում։ Ցանկացած գնով, բայց ոչ մահվան գնով, ապրելու գնով։ Ապրելու գնով, միջև վերջի կյանքի վերջի խազը ապրելու գնով։ Ես հիմա փշաքաղում եմ էսի խոսալուց, որովհետև հասկացեք, ես մի հատ երևի հրամանատարն եմ այս ամբողջ այս Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որ իր ստորաբաժանում այսօր մարտական խնդիր է կատարում, ես այսօր Երևանում եմ, ինձ զենք չէին տրամադրում։ Մի հատ հրամանատարն եմ։ Եվ ով տեսել այս պատերազմի դաշտում եւ բոլոր այլ հատուկ գործողություններում գիտեն, ես իմ մասին չեմ խոսում, ես խոսում եմ ստորաբաժանման մասին, բայց այսօր հրամանատարին զսկացել են Երևանում, իմ ստորաբաժանումները խնդիր են կատարում։ Դուք հասկանում եք իմ հոգեբանական վիճակը։ Այո, ես անդամագրվել եմ Խաչակիրներ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության շարքերում, որ պետությունը ինձ զենք տա։ Ես չեմ ամանչում դրանից։ Ես ասում գիտելիքներն եմ փոխանցում այդ տղեկին, ովքեր այս կամավորականները պետք է խնդիր։ Ես չեմ ամանչում դրանից։ Այո, ես չեմ ամանչում։ Դուք պատկերացնում եք, այսօր պետությունից մեկուց ասել է պետական խնդիրների կատարումից, ինչի համար։ Որ մեղքիս համար։ Պետական դավաճան եմ, ինչ եմ ես։ Ինչի ես պետք է իմ ստորաբաժանումների կողքը չլնեմ։ Փառքասու, փառք ու պատիվ մեր տղեկին, փառք ու պատիվ իմ ստորաբաժանման տղեկին, ովքեր իմ հետ ամբողջ դժոխքներ անցել են, այսօր մարտական խնդիր են կատարում։ Ողջուններս, խոնարհումս իմ աղբերներին։ Բայց ցավս հասկանում եք։ Բայց եթե ուզում եք գլխավոր
շտաբի տեղակալ, հայտարարված որ պետական սահմանների ամբողջականությունը վերականգնեն։ Մի ամբողջ ստորաբաժանման հրամանատար են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ անես խնդիրներ են կատարել, որ ամբողջ պետական համակարգը չէր կատարում։ Բա ինչի չեք թողում ես միանամ իմ ստորաբաժանումներին։ Այդ տեսեք, որտեղ ստահոտությունը, որտեղ է իրականությունը։ Այդ տեսեք որտեղ է։ Այո, ես անգամ շարքայինի կարգավիճակով եմ կրվելու։ Ինչքան էլ ուզում եք հետ պահեք, տնակ։ Պահեք հետ։ Ինչից եք նեղվել։ Վատ եմ խնդիրներ կատարում, վատ եմ սատկացնում, վատ եմ պլանավորում, վատ եմ մտնում ծողերը, վատ դիրք եմ գրավում, որ արա, մի հատ բան ասեք, արա։ Ինչքան պետական դավաճան քանի գեներալի անուն տվի բերիկ պաշտոնատար անձիկ սարքիկ, ինձի խիչ եք թողում ես իմ ստորաբաժանումներին միանամ։ Լավ եք անում, իսկ քիչ եք անում։ Ես գնացել եմ զինկոմիսարիատ, դիմում եմ գրել, ես, անձամբ ես, որպես շարքային ինձ տանեն բանակ։ Դե ես բանակ հետ վաբշե գիտեք կապ չունեմ, ես ով եմ բանակ հետ կապում։ Այո, դիմում եմ գրել։ Դա տնամ կտանեն, թե կասեն լեկտի լագոտա։ Բա կամավորական շարժման եմ միացել, իմ ամբողջ ստորաբաժանումով։ Չեն տանի, իրեն կմտածեն։ Բա եթե ուզում եք հայրենիքը պաշտպանեք, բա մերպես պրոֆեսիոնալ տղեկին խիչ եք թողում մատական հենակետեր, հանեք 18 տարեկան մեր աղբերներին, հանեք առաջնագծերից, հանեք թողեք աշխատենք, հանեք թողեք աշխատենք կտենանք այդ որ մեր երեխեքին տես գնդակոծում են, տեսեք քանի հոգուն ինչ ենք անել, թողեք արա, թողեք աշխատենք, ինչ եք անում արա։ Ինչ եք ուզում ես երկրից, ինչ եք ուզում ես պետությունից, թողեք աշխատենք արա, տվեք հնարավորություն, ես երթվում եմ իմ բոլոր սրբություններով, ինձ վայնկոմատու մասին մեկ տարվա պայմանագիր պտի կնքեն ինչ-որ աշխատավարձ տան, երթվում եմ իմ բոլոր սրբություններով հատուկ զեկուցագրով դիմել եմ պաշտպանության նախարարին, որ այդ փողը որ ուզում են ինձ հատկացնեն, ես էդի տալու եմ մեր այս զոհված երեխեքին տանը, ինձ այդ փողը պետք չի, արա խնդիր տվեք, արա խնդիր տվեք լգստվենք, արա խնդիր տվեք տենանք, արա այդ ոնց են մեր երեխեքին տենց գնդակոծում, այդ ուժեղ տղեկը որ տենց կրակում էին այդ մեր տղեկի վրա, արա գիտեք քանի տենց ստորաբաժանում են ճամփե Ալլահի մոտ, ինչից եք նեղվել, ինչից եք վախենում, խնդիրներ դրեք մատական, խնդիրներ դրեք, տեսեք ինչ ենք անում, խեղս ես մեկուսացրել մեզի։ Մենք դիրքապանել չենք, այո, իրականում դիրքապանել չենք, մենք հատուկ խնդիր կատարող տղեկ ենք, արա, խեք մեկուսացեք, Երևանից չենք կարում դուրս գանք, արա, հլնում ենք Արարատի տրած, հացը փագում բերում ա, հլնում ենք ընդե փագում բերում ա, խի խնդիր չեք գնում։ Խնդիրներ եք, արա, ինչ եք ուզում մեզանից։ Ոնց կարան մեր երեխեքին տես կործանում ցենց անպատիժ մնան, ու մեր հողի մեջ են միջև հիմա։ Ինչի մասին եք խոսում։ Բանակը բարոյա լքված չի, բանակին թողեք աշխատենք։ Բանակը մի հատ կայծ ա ուզում, մի հատ կայծ, մի հատ, ավել չէ, մի հատ կայծ բանակը այսօր տեսավ, ձեզ է սրբելու անցնի, չի նայել հրամանների, տեսեք ոնց ուժը պատիկ կտրել, դուք տեսեք ոնց ենք սան սիկ տիրանում մեր հայոց հողի վրից։ Ես ասել եմ, թշնամին մեզ մի անհանգստություն պետք է պատճառի, դա իր դիակների նեխահոտությունն է մեր զորակների մեր սարերում, որտե ուզում ալնի, իր դիակների նեխահոտությունը պետք է պատճառի, մենք դրան ունակ ենք, զենք չկա, այս չկա, ինչ չկա, յանի 44 օրյային, որ զենք կար, այն որ օթերը բացեր վատ էին կրվում արա, նույն իրավիճակն է, թողեք աշխատենք արա, 44 օրյային ինչ էինք հասկանում ինչ դավաճանություն է, բայց կրվում էինք, հիմա հասկանալով ենք կրվում էլի, ինչ եք ուզում, չենք տալու, կրվելու ենք, օթը բացա, փագա, մենք էդի արդեն միրես անցել ենք, արդեն հասկանում ենք, մտել են արա, արդեն մեր տները, մտել են ջերմուկ, մտել են սևան, մտել են ստե, ինչ եք ուզում մեզանից, չենք տալու,
միթիզական թեզ այդ որ լտն ասում է մենք միթիզական ենք հելի երկինք իշնի ներքև հորիզոնական էտա զուգայր էտա այո մենք միթիզական ենք ես են երաբլուրի մասին որ ասի կիսատ մարդա մեկը կար ասեց Այդ ոնց ես ասում չեթանք մեր սրբավայրեր, այս ինչ վերաբերմունք ասի, հա, այո, ինչ բարոյական իրավունքով ես էթում, խես էթում, էթում ես լաց ես է ծնողի կողը, այդ ծնողի լացը որ դու լսում ես, կոմոտ ինչ է արտնանում, դու այդ ծնողին պատասխան ունես տալու, այդ գերեզմանին պատասխան, արեք համախմբենք սնանց Պաջիջ, մի հատ պաջիջ, հարա երկրի սահմանները բացենք, սաղով իրար հետ գնանք, ամբողջ երաբլուրով պատվի առած քայլենք, ասենք աղբերներ ջան, մի փոքր է սպասեք Արցախն էլ ազատագրենք, վաբշե գանք ուստե ապրենք, տներ դնենք, այսպես գերեզմանների կողմը, էթում ենք ինչ ենք անում, այս լաց ու կոտ, այս ամինչը որ տենում մենք ինչ ենք անում այսօր, եկի հասել են արդեն տներներս, ինչ ենք անում, մի հատ կասեք, Արեք տղեկ համախմբվենք, դնենք մի կողմ, դնենք ամեն ինչը մի կողմ, անձնական փոխհարաբերություններ, քաղաքական ամեն ինչը դնենք մի կողմ, արեք համախմբվենք, այսենց համախմբվենք, այսենց կուր դառնանք, բանակին նեցուկ, այսենց ասել եք, որ բանակն արդեն ասում, որ պետք է ազատագրենք, տեր կայնեք, չենք ասում ավիացիա տվեք, ձեր ավիացիան, ձեր մուրը, ձեր գլուխը, ձեր ավիացիան էլի գալու ասեք ռակետ չունենք, թողեք աշխատեք սատկացնենք, ինչ եք ուզում, խեք զրկում այդ հնարավորությունից, խեք զրկում այդ կայֆից հայրենիքը պաշտպանելու, մենք հայրենիքը պաշտպանել ենք, ամեն դեպքում և ամեն գնով, բայց ցանկալի է, որ դա մավան ելքով չունի, որովհետև ադնարազվի չի մեր կյանքը Ես առանձնահատուկ նորից եմ ասում, շնորհակալություն եմ այդում շատ սպաների, որոնք այո անձնական ամբիցիաները դրել են մի կողմ, այսօր այո, տենց իրավիճակ է։ Ես զարմացած եմ ուղղակի, որտեվ գիտեք, քանի տարի է պայքարում եմ այս ամեն ինչի համար, քանի տարի է գոռում եմ, Սյունիքն են տալ, ինչ խնդիրների մեջ ու իմիջիալից ասեմ, ամսի 5-ին էլ Սյունիքի մարզում ին վերաբերյալ դատաքննություն է տեղի ունենալու, կապված հիշում եք, որ ճանապարհ Փակեցին 20 րոպե, որ աշխարհին տեղեկացնենք Սյունիքը հանձնում են, հիշում եք, քանի մասի քանի բարկամ հանեցին, բրդեցին մեր վրա, կինո տեղի ունեցավ, քրեական գործ դեռ շարունակվում է, դեռ շարունակ, ամսի 5-ին դատաքննության եմ գնում Սյունիք, պետք է գնամ Սյունիքը պաշտպանելու, գնում եմ Սյունիքում դատի, պազի դատարանը թխեմ ճանապարհը փակի եւ ասեմ գյուղերը զինեք Հիշում եք այդ պատմությունը, ամսի 5-ին ժամը 12-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ին վերաբերյալ դատաքննությունն է, որտեղ ես մեղադրյալ եմ զուտ մի բանի համար, որ պահանջել եմ զինել Սյունիքի գյուղերը, չզինաթափել եւ պաշտպանել Սյունիքը։ Իմ դատաքննությունն է ամսի 5-ին։ Բա այս զուգահեռ իրականությունները պատկերացնում եք։ Սա փաստ է։ Ես նորից կոչով դիմում եմ բոլոր են տղեկին, ովքեր այս պահին գտնվում են սահմաններում, մարտական հերթապահության մեջ, մարտական խնդիրներ կատարելու։ Աստված օրհնի բոլորիդ ընտանիքներին, թող բոլոր գնդակները, բոլոր բեկորները շեղվեն իրենց նշանակետերից։ Ամեն մեկդ մի հատ ազգային արժեք եք մեր պետականության եւ ազգի համար տղեկ ովքեր ինչ ճանաչում են ու ինչ չեն ճանաչում հավատացեք իմ օրհնանքը այդ ծոցից է ես այդ հողի մարդ եմ եւ Աստված թող օրհնի եւ Աստված թույլ տա ոնց որ խոստացել են մի քանի օրից կարողանանք մարտական հերթապահության անցնել Եվ են բոլոր թրքամետները թող խելոք մնան, որովհետև իրականում պետությունը շատ վտանգված է։ Միգուցե գա այնքան քրիստոնեական ժամանակ, միգուցե ես անձամբ չեմ ներելու, ես պետություն չեմ, ես քաղաքականություն չեմ, ով կների թոների, ես երբեք չեմ ներել այս ամեն ինչը։ Ես շատ աղբերներ եմ ուղարկել հանդերձյալ աշխարհ։ Իմ ձեռքով հողի տակ եմ անցկացրել։
Ես չեմ ների, ես չեմ հասկանում սա։ Ես Թուրքիա չեմ կարող աղբեր լինեմ, ես Թուրքիա չեմ կարող անգել լինեմ։ Ես որ ասում եմ իմ հետ սաղմերները, ես շատ ծանր բան։ Ես վերջի ես վիդեոն որ սրանք գցել են, սրանք գիտեք ինչ են ուզում։ Սրանք մեր վրա խնդում են, սրանք չեն պատկերացնում իրենց ինչա սպասվում։ Սրանք մտածում են բանակը կոտրել են, մեր ոգին կոտրել են, ջոկել են, մեր պետությունը առել են, դա իրանք են մտածում տենց։ Դա իրանք են մտածում։ Սրանք գիտեն մեր բռունցքի ուժը, են որ ամեն մի օկուպացված տարածք վերում են երկաթե բռունցքների են սենց դնում, այդ բռունցքները մտցնելու են հետևները փախնեն մինչև Բաքու, եթե Բաքու հասնեն։ Մի վհատվեք, խնդրում եմ ես ձեզ, մի վհատվեք, մի վախեցեք։ Սա քաղաքական մանևրներն են, սրանք մի վախեցեք, հավատացեք, դուք ունեք հայորդիներ, ուժեղ տղեկ, անես տղեկ ունեք, որ դաժե անուններն ու տեղը չգիտեք։ Հավատացեք, ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով։ Ոչ մի բանից մի վհատվեք, ոչ մի բանից մի վախեցեք, մի նայեք քաղաքականությանը։ Քաղաքականությունը թելադրում է զինվորը, ուժեղ զինվորականությունը։ Այն տղեն, որ հենց այս պահին բոսում կանգ, այդ տղեն է թելադրում քաղաքականությունը։ Թե իշխանով ինքը կկատարի դրված մատական խնդիրը, հենց դրանով է կթելադրվի քաղաքականությունը։ Ազգ ջան, մի հատ արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք։ Մենք մենելու տեղ չունենք, արտացեք, մեր եռաբլուրը բավականին շատական պետք է լիներ, մենք տեղ չունենք։ Միասնականություն դրսևորեք։ Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով, այսօր ես կհամագործակցեմ նաև այն մարդկանց հետ, ում չեմ էլ ուզում տենամ, ում չեմ էլ ուզում տեսնեմ։ Էսի մեր վերջի զալքն է, էսի այն Դավիթի զալքն է։ Եթե մենք այսօր այս վերջի զալքը սրանց չտվեցինք, սրանց չկասեցրեցինք սրանց առաջ խաղացումը, սրանց չշպտենք, ինչ ելման դիրք, սրանք ելման դիրք չունեն աշխարհում, բնության մեջ, այն որ ասում շպտվեցին ելման դիրքը մեր տարածում է էլի։ Հարցը ստե հողը չի, ստե գաղափարն է։ Մի վախեցեք, թշնամին ուժեղա հակաօդային պաշտպանություն չունենք, այն չունենք։ Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով, 44 օրյա պատերազմի ժամանակ, ով էր մտածում հոպի մասին, ինչ երկինք, ինչ ներքև, ինչ աջ ու ձախ։ Գլուխներս անջատված կռվում ենք, որովհետև ումից ինչ սպասեիդ։ Ումից ինչ սպասեիդ։ Տեսակ 44 օր։ Եթե ձեզ թուրքին տենց հաճել էր այդ 44 օրը, շատ սխալվում եք։ Կգա մի օր, կբացվի այս գաղտնիքները, դուք կտենաք նրանց զոհերի ու կորուստների քանակները, տեխնիկական, կենթանի ուժի եւ մյուսը, եւ հասարակ զինվորն է դա արել։ Հասարակ կամավորն է դա արել, հասարակ բանակն է արել, այո, հասարակ, որովհետև 8 պետության դեմ կռվելը շատ դժվար է, բայց կռվեցինք, ապացուցեցինք։ Մի նայեք այս սարույր այս խաղերին ընդեկը հավատացեք մեր ազգային ուժին, հավատացեք, երբեմն ասում են դե հայո, ամփոփ զինվորը նենց բան արել, որ 100 տարվա կադրային սպան չի կարաց անի։ Այո, այսօր փաստեր ունենք, որ կադրավոր սպան փախել է, բայց 1-2 ամսվա զինծառայողը մարտը ընդունել, ղեկավարել է մարտը իր այն փողոցային ընտանեկան դաստիարակությամբ, այն ինչ հասկացել է 2 ամսվա, մարտը ընդունել, մարտը ղեկավարել, այո, սպանել մեզ պետք չէ։ Ես դա հաստի ասում եմ։ Մի նայեք զինվորը մի ամսվա, մի օրվա, 2 օրվա, 3 օրվա։ Ազգը, մեր ազգը շատ հասկացեք, շատ տաղանդավոր է։ Մեր ազգը ունի գենետիկ նենց ֆոն եւ դա Աստծո կողմից է դրված, որ հենց այդ պահին այդ գենը հատնանում է, ունեց մարդու մեջ, որ ոչ մեկ դրա մասին չի պատասխանում։ Դու խելքն այն որ 18 տարեկան զինվորը պետքա չլինի գեներալ, բայց 18 տարեկանից է այդ գեներալը դա կոչում չի, դա նախանշված, դա ճակատագրական
անցում է մի պահից մի պահ։ Այո, 18 տարեկան է այդ գեներալը, որ կարողացել է մատ ընդունի, անես տղավարի, անես ոցավարի, անես հայկական դիրքորոշում ցույց տա, որ թուրքն է ապշած, ասում ես ով են արա սրանք։ Մենք միլիոններ ենք ծախսում, սպես նազեր ենք բերում, 18 տարեկան երեխան փռում ասած, այո, մենք այդ ազգն ենք։ Մի վախեցեք ոչ մի բանից, ցավները տանեմ, ես հասկանում եմ այս հոգեբանական վիճակը, հասկացեք, որ մենք պատական մարդիկ չենք, մենք ամեն ինչ լավ ենք հասկանում, մեզ ստովել չի այս ամեն ինչը։ Մի վախեցեք, մի ընկճվեք, այսօր որ ասում են, այո, չկա, շատ մեծ խնդիրներ կա։ Տեղեր կա, նորմալ տեղեր կա, շատ վատ, 44 օրյա պատերազմի ժամանակ անգամ ավելի դժոխքային պայմաններ կային։ Մի ընկճվեք դրանից, խնդրում եմ ձեզ։ Մի փակվեք, sense կրիայի պես մի մտեք ձեր այդ կաղապարի մեջ, որը չունեք էլ։ Մեր կաղապարը, մեր հայրենիքն է։ Այսքան է մնացել։ Ումից եք պահանջում հայրենիքի պաշտպանություն, երբ որ դուք չեք ուզում պաշտպանեք։ Բան մյուսը մոռացեք դա մասին։ Երբ որ մենք ուժ ցույց տանք, մեր բասկի ուժը ցույց կտանք, 56 նոր հապկեր են ստեղծվելու, Երան են տալու համագործակցեն Հայաստանի հետ։ Ձեր հիշողությունները այդքան կարճ է, 90-ականներին հապ կար, 90-ականներին ես փոքր երեխա եմ, ես 77 թիվ եմ, ես լավ եմ հիշում, Պարետային ժամն եմ լավ հիշում, ես հիշում եմ ռուսական զորքերի ներխուժումը, ես հիշում եմ ոնց է Պարետային ժամի ռուսական զորքերը, մենք երեխա ենք, բայց լավ հիշում ենք, մենք հիշում ենք Զվատնոցում բանը Դավիթ Կարյանում, որ ասում են ռուսները սպանել են, մենք երեխա ենք, մեր մոտ սաղ տպավորվել է, մենք այդ սերունդի դասիրակությունը ստացանք, փոքր երեխեք ենք, ամեն օր Ֆիդային Ձադյանների թաղումներ էինք եթում, այս հայատեն լույսեր էլ չկա, մենք այդ չեքով հացի դասիրակված սերունդն ենք, այսքան երեխեք ենք, այսքան, ու մեր կյանքը դրեցինք հայրենիքի համար, այսօր ինչ նորից վերադառնում ենք 90-ականներ, հա, ու էդի ճիշտ եք համարում, ինչից եք վախենում։ Այն վաղ հատուկ այդ կամավորականները ստեղծեցին ու կրեցին։ 16 կալիբր հրացանով, ոլսորդականով կրեցինք, այս 300-ով կրվում ենք, հա։ Մեծ թաֆ եք ասկ, այս ինչ եք անում։ Այսինքն, նայեք, ես 45 տարեկան եմ։ Իմ ամբողջ հենց հիշել եմ գիտակցական կյանքս դպրոցական է, երբ որ այն ժամանակ սկսվեց պատերազմը, դպրոցական երեխա է ես, իմ հորը տարան այդ 6 ամսյա հիշում եք այն ժամանակ բան կար, մեր ընտանիքը 3 փոքր երեխա, մորս ուսերին, մենք տեսել ենք, ես էդի սաղ ապրել եմ, ես էլ տանավակ երեխեն էի, լույս կար, չեկերի հացով, մենք ինչից ենք վախում, կասեք ինձի, 45 տարեկան եմ չեմ ընկճվել, այսքան տարի, 16 տարի տարան ապօրինի բանտերում պահեցին, էլի չեմ ընկճվել, չարացիս համար, էլի բանակի մեջ եմ, բանակի կողքն եմ, դուք ինչից եք վախում, ինչից եք, թե մտածում եք մենք կյանքը չենք սիրում, թե մտածում եք մենք կյանքի ճաշակ չունենք, մակարդակ չունենք ապրելու, թե մենք երազում ենք մեռնելու մասին, ինչի մասին եք խոսում, մի դմբոյացեք, այս ազգը պարտավոր է ապրելով հաղթել, պարտավոր է ուղղակի, ուրիշ տանկանաբար չկա, ով ուզում ամերնի պետ Ադրբեջան հանձնվի, մեր այդ գործ չունի, այս ազգը այդ ազգը չի, էսի հայ ազգն է, և ես, կոնկրետ ես, ինձ համարում եմ, և այն ընկերները, ովքեր մեր կողքն են, և մենք միասին ենք, մենք համարում ենք հայրենատեր ազգ, հայրենատեր հայրենակիցներ, մի ընկճվեք, սպես նազեմբեր ինչ են բերել, ախր դուք 44 օրյա ժամանակ տենեք 18 տարեկան տղեկ հետ, գյոզալ սպես նազերին, այդ գյոզալ ձևի ոնց են ճապում Ալլահի մոտ, այդի պտի տենակ, այդի
դուք պետք է հասկանաք, այն 18 տարեկան հետանավոտն որ ալկը Իրանից ծանր է, ոնց է լիսկա որում, մի ձեռով հաց է ուտում, մի ձեռով կրակում է, էս ազգն ենք մենք, ու էսի դուք մոռանում եք, ուրանում եք, ինչից եք վախում, նույն ուժեղը չի, հիմա ավելի ուժեղ ապացուցեցինք էդի, այդ ոտի կանեք, միած զգաստացեք, զոնացեք, ձեզ ինչ եղավ, ինչից եք վախում, Ամերիկան բանա ղրգում են, ու այդ ամեն ինչը տպային իրանց, մենք ինչ որ ունենք դրանով եք աշխատենք ու աշխատում ենք, ինչ եք ընգեսկոմ ենկոմ, ենի զենք բերին կտա, նստել եք տերկով ա ձեր օգնելու, ես գիտեք նույն ինչ, հա? Երբ որ փողոցում ձեր կանանց ձեզանից յուրաքանչյուրի կինը իջնում է գնախնութ ու մեկը զախոդանում ու գնում եք դրա մասին, սպասում եք հարևանի լավ տղեն ասի, այ վիժվաս, կես լավ տղու կնգա ես զախոդանում կամ երեխու պաստուպիտանի դու էլ բալկոնից նայես, այդ կարգավիճակում եք, ես է փողոցային լեզվով ասեմ, արա մտել են մեր տները, արա ոնց ասեմ, թե վաղտ ասում եք Արցախը ձեր տունը չի, դի դուք եք ասում, ենք գիտեք Արցախ միշտ էլ մեր տուննա դրա համար ենք, ամեն ինչ մտել Արցախը բայար է, Արցախը պաշտպան է, կյանք ենք դրել, այսօր եկե հասել են մեր տները, արա, ու դուք սենց նստած ինչին եք սպասում, այսօր զորավարժությունները հայտարված Պավեսկայա գալի, դարել եք Ռուսաստան, ընենց եք փախնում Պավեսկեքից, ոնց որ էթալու եք իրակ կրվելու, ինչ եք փախնում այդ Պավեսկեքից, ինչ է պատահել, ամեն մեկը խնդիրներ եք տենում անձնական, բա հայրենիքի պաշտպանությունը, այո վատ է կազմակերպված, այո լուրջ խնդիրներ կա, ես հիմա շատ բաների մասին չեմ խոսա, որովհետև պատերազմական իրավիճակ է, այս իրավիճակը թող դուրս գա, բարով խերով Աստվածը մեր կյանքը պաշտպանի, թեկուզ վիրավորել եմ, մենակ կարանամ խոսամ, ասում եմ, ինժեներական ծառայության վարչության պետը, որպես պետական դավաճան դատվելու է, և Արցախի և Հայաստանի, էդի ես եմ ասում, շատ բաներ հիմա չեմ ծավալվում, կասեմ մնացած, հիմա չեմ ուզում խոսամ, ես սաղ սիգնալները, որ դե պետք է ուղարկում եմ, շտկումներ եմ պահանջում, ոնց որ քիչ-քիչ ուզում են շտկվեն, բայց դրա ժամանակը հիմա չէ, հիմա չեմ խոսում, մնացած հետո կխոսեմ, ներվես հելած է, այս է իմ ամբողջ խնդիրը, և մեր խնդիրը, ախր հասկացեք մի հատ պարզ բան, այսօր մենք մեր կյանքն ենք դրել, ոչ փողն է մեզ հետաքրքրում, ոչ պաշտոնը, ոչ մի բան, այսօր մեր հայրենիքի պաշտպանություն, պաշտպանության մասին չենք էլ մտածում, ինչ պաշտպանություն, պաշտպանությունից պետք է անցնել հարձակման, մաքրել մեր պետական սահմանը, վերականգնել մեր սուվերեն տարածք, ինքնիշխան տարածքը, սա ամբողջ խնդիրը, սա է ամենը մեր ամբողջ խնդիրը, մենք ինչքան պետք, այսինքն մեր տան մեջ, պատկերացնեք, ոնց որ մտնեն մեր զալ, մենք սպալնիում պաշտպանվենք, ու դա նորմալ է, մեր զալում մեր երեխուն սպանել են, մենք մեր կուխնյայից չենք կարում գանք, մեր զալից մեր երեխուն վերցնենք, տանենք, տաղենք, այո, և սա է զգացմունքային ֆոն չի, սա իրականություն է, մենք մեր տարածքում այսօր զոհված մեր երեխեքի, մեր հերոս տղեկի դիակները չեն կարող անգամ տարհանենք, սա աշխարհի ամենավերջ ամոթն է, այո պետք է իրականացվի բաժիշ հատնշնորհ գործողություններ, պետք է դեպի գործողությունների վրա ամենաուժեղ հարվածային ուղղությունները, այո պետք է ակարամատի բոլոր հատվածներում մտցվի բեկում, այո մենք պատրաստ ենք և իրականացնելու ենք, այնպես որ ազգ ջան, որևէ բանից մի ընկճվեք, որևէ բանից, մի նայեք քաղաքականությանը, համախմբվեք, ոտքի կանգնեք, զինվորագրվեք, դա տեսնեմ ոնց չեն թողում պաշտպանենք հայրենիքը, դա իրենց է թվում, մեր հայրենիքը այսօր զենքի կարիք ունի, մեր հայրենիքը այսօր պաշտպանության կարիք ունի, մեր հայրենիքը մի բանի կարիք չունի, մենակ մի բանի, զոհվել չկա, դա ամենաամոթալի բանը կլինի,
ամեն ինչ անում ենք զովլու եւ խնդիրը կատարելու համար։ Դրա համար պետք է դնել միտք, ուժ եւ հավատք առ Աստված։ Ուժ բան պետք չի։ Այս 3 բանը պահպանում ենք եւ տեսեք ինչ հաջողություններ ենք հասնելու։ Ախր մեր ազգը սա բաներ անց է։ Այ ազգ ջան, խեք են կճվե։ Չէ՞ պատկերացնում ցավը, ինչքանա որ այսօր պատկերացեք 13-ից հետո ես եթե լուրջ աշխատանքով ենք, լուրջ բան ենք անում, հասկանում եք ինչ ցավը, ինչի համար եք ընկճվի, ինչից եք վախենում, ումից եք վախենում։ Մի հատ բացատրեք։ Հայո, ուժեղ են, խելացի են, հզոր են, հետո մեր ամբողջ պատմության մեզ մենակ նման հզոր ուժեղ խելացի թշնամիներ են ռաստ եկե։ Մեզ երբեք թեթև թշնամիներ ռաստ չեն եկե։ Մեր ազգային պատմությունը նայեք։ Ինչն է մեզի հիմա այսենց արը, ինչից ենք վախենում։ Այդ մեր նախնիները իրենց կյանքի մասին չեն մտածել։ Չեն ուզել ապրել մեր նախնիները։ Բայց տեսեք ինչեր են արել։ Մենք հպատանում ենք, չէ՞ մեր նախնիներով, մեր պատմությունով, մեր Սոսե Մայրիկով, մեր Գևորգ Չաուշով, Անդրանիկով, բոլորով։ Չէ՞։ Եվ այսօր մեր շրջանը։ Արեք մենք մեր ապագա սերունդներին թողենք այդ պատմությունը։ Թող իրանք մեզանով հպատանան։ Աստված ինչքան մեզ կյանքա տվել, այդքան է տվել, ավել չենք էլ վայելելու, չէ՞։ Արեք գոնե մեր այս կյանքը արժևոր կարեն ազգ, այս արժեքային համակարգը պաշտպանելու գործում։ Պահպանելու խնդիր չունենք, պաշտպանելու խնդիրը։ Ուրեմն ազնատուկ զոմբիներին է վերաբերվել, ինձ բան վագեցին, այդ որ տենց խոսալը շատ հեշտադել է ես չի վայսի, ուրեմն այդ պրենդի մի հատ շփվեք, ազգ ջան, դերմա Նիկոլա կլենտա, մեզ տեղ սովորացում թիրասում հայրենիքը պաշտպանելու։ Նման տեխնո կոմենտներ են գրում, խնդրում են զբաղվեք այդ կլենտներով, ես սանիտեսում չեմ աշխատում, էլի ոսմա զիբիլները վախապով զբաղեմ։ Մեկ սորիս մեն փոսում ենք օրը գտնվել, որ իրական դրա ժամանակը չի էլի, հավատացեք, իմ շատ լուրջա վիճակ, այսօր մեր հերիքը շատ լուրջա վտանգ, հավատացեք, կուլիսային շատ գաղտնի պայմանավորվածություններ կա, որը շատ ծանր է, կրվել է պետք, անգամ սովորական զենքով։ Այսօր նայեք ինչ են դնում, հետաքրքիր բան ասեմ։ Այսօր ինձ ուղարկեցին, ես գիտեք, ես ծանրաբեռնված եմ, ովքեր գալի մեր շտաբ գնում են, գիտեն ինչ ծանրաբեռնված է։ Այսօր մի հատ կադր են դնում Ձորի Միրով ֆիլմից, մինչև այն պահը, երբ որ ռուս զինվորից ինքը փամփուշտ է ուզում եւ ասում է նիլզյա։ Եվ շարունակությունը չեն դնում, երբ որ այդ նույն ռուս զինվորը հանում են, բոլորը տեսել եք այդ ֆիլմի շարունակ, որ հանում են բոլորը իրենց բոլոր փամփուշտները լցնում են Ձորի Միրու այդ ուսապարկի մեջ, այդ կադրը չեն դնում։ Ես քաղաքականությամբ գիտեք չեմ զբաղվում, բայց ես իրատեսական մարդ եմ, ես հասկանում եմ ինչ մասին եմ խոսում։ Մի արեք, քաղաքականությունը շատ վատ տրատնելու։ Մենք մասխալատներով հաղթեցինք, սրանք կոստյում շալվարներով, իսկ մասխալատը գիտեք, չէ՞ ինչ է, երբ որ մեկ մարմնիդ ես հագնում, տակը շոտ չկա, շատ ծանր բան ենք, որ գիշերը սարում ես, միշտ թրջվում ես ու ծանր է շոկի ժամանակ, այո, ծանր ինքը համազգեստ է, բայց սրանք հատ կոստյումները ամեն ինչը հանձնեցին։ Իմ կոչը, հերթական կոչը, միավորվեք, համախմբվեք, զինվորագրվեք, պատահի զինվորագրվեք, առանց զենքի չունենք մենք փրկություն։ Մենք ունենք մարտական խնդիր պատելու։ Ոչ այստեղ այսօր պատրաստ է լուսանկարությունը իր զինվորին զոհաբերելու,
ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր զինվորին, ոչ Ֆրանսիայի Հանրապետությունը իր զինվորին, ոչ մեկը պատրաստ չի այսօր իր զինվորին ստեզոհաբերելու։ Թող Հայաստանի Հանրապետությունը չդառնա պատերազմական թատերաբեմ համաշխարհային քաղաքականության համար, սա ոչ Սիրիա է իրանց համար, ոչ Իրաքը, ոչ Ուկրաինա։ Ովքեր ուզում են փողոցում պայքարեն, ողջունելի է թող պայքարեն, ես ընդհանրապես դեմ չեմ։ Այո, այս իշխանությունները դավաճանական են եւ պետք է հեռանան։ Ես ուղղակի չգիտեմ ով է գալու ոչ դավաճանական եւ արժանի այս ազգին։ Այս ազգը թոնտրի, ես իմ խնդիրն եմ կատարում։ Ինձ երկար կյանք չի մնացել։ Ես 45 տարի տարապում եմ։ Ինձ երկար կյանք չի մնացել, բայց կյանքից միջև վերջի օրը դուք կտեսնեք, որ մանախը երբեք չի մտնելու քաղաքականություն, չի խառնվելու քաղաքականության ու միջև վերջի իր ռունգի շունչը դնելու է զինվորական գործին եւ այս ազգի համար անելու ամեն ինչը, որ այս ազգը ոչ թե պահպանության շրջան մնա, այլ պաշտպանությունից անցնի ազատագրման։ Իմ ամբողջ կյանքը սրա մեջ է։ Քան ես ապրում եմ, դուք կտեսնեք դա։ Ես քաղաքականության հետ գործ չունեմ։ Ես գործ ունեմ պաշտպանության հետ։ Պահպանության հետ է գործ ունեմ։ Պահպանությունը որ ուզում է թող զբաղվի, իմ խնդիրը պաշտպանությունն է, որ իր մեջ շատ բաներ է ենթադրում։ Քաջ առողջություն եմ մաղթում եւ անփորձանք ծառայություն սահմանում գտնվող բոլոր մեր աղբերներին։ Աստված պահպանի ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Աստված պահպանի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետությանը։ Աստված պահպանի Սփյուռքահայության, Սփյուռքին։ Կոչ եմ անում Սփյուռքին, վերադարձեք Հայաստան։ Տղեկ արեք Հայաստան համախմբվենք, կռիվ է պետք։ Ովքեր կմնան ըտե թոթերով զբաղեն, ովքեր զենքի տիրապետում են, վերադարձեք Հայաստան, տղեկ։ Մեծ դժվարություններ է, գիտեմ, պետական բլոկներ, ես ամեն ինչ տիրապետում եմ, վերադարձեք Հայաստան, արեք համախմբվենք։ Այսի մեր վերջի դավթի զարկն է։ Այս զարկը ոչ մեկի չենք բաշխելու։ Այս զարկը մեր զարկն է։ Արեք այս վերջի զարկը կտանք։ Ով կենթանի կմնա, թող շարունակի գործը, ով կենթանի չի մնա, այդ օրհնությունը թող մնա կենթանի մնացողներին։ Արեք այս մեր վերջի զարկը տանք, տղեկ։ Սրանք պետք է մեր սահմաններից պետք է գնան, տղեկ։ Տղեկ պետք է մեր սահմանները մաքրվի։ Հետո մի քիչ էլ ուժեղանանք, անցնենք մեր Արցախի օկուպացված տարածքները, նորից մեր Արցախը վերադարձնելու։ Մենք այո հադրութում եւ բոլոր գրալնյուս հասնում։ Մենք պետք է ակսափին տղեկ։ Մեր երագույնը նորից ծածանենք, արաքսի ափով տղեկ պետք է նորից վայելենք։ Գոնե այսքանը թող Աստված մեզ հնարավորություն տա։ Ես չեմ խոսում լոփո բաներից, արևմտյան Հայաստան բան։ Ես այս բան չեմ կարող դրա մասին խոսամ։ Ես մտածում եմ այո դրա մասին։ Ես ողջունում եմ այդ միտքը գաղափարը, բայց ես ռեալ եմ ապրում։ Ռեալ։ Արեք այսքան այն ինչ որ այսօր դավաճանության ացում մեզնից տարել են, արեք էսի վերադարձնենք։ Անգիս խղճով գնանք երաբլուր զենք։ Եվ ոչ միայն երաբլուր, այլ բոլոր այն պանթեոններում, որտեղ մեր տղեկը հանգչում են, բոլոր պանթեոններում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ֆրանկ, սենց գնանք, զեկուցենք, որ ամեն ինչ կատարել ենք։ Դրանից հետո Աստված, եթե մեզի էլի կյանքը տա հնարավորություն դնենք մեր կյանքը դրա մեջ, բայց արեք իրատեսական ելնենք, տղեկ, այսօր մեր Հայաստանի Հանրապետության սահմանները սկի չեն կարող պահենք։ Պատճառների մասին բոլորդ գիտեք։ Ես եւ մենք չենք ընկճվում։ Մեր կոչը միացեք, համախմբվենք, անցնենք լուրջ, ավելի լուրջ եւ չափազանց լուրջ գործողությունների։ Այլ նրանք չունենք, սրանք շատ են լգստվել, սրանք շատ են լգտիացել, պետք է սրանք զգան, իրաց մաշկի վրա, ոնց զգացել են միջև դեպքերը։ Ձեզ համախմբում բարօրություն եւ ասոնություն եմ